Ողջույն շանթի ու եթերը շարունակում է տեսանկյուն հաղորդաշարը, տեսանկյան հյուրն է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ ենք հրավերի համար։ Ամեն տարի այս ժամանակահատվածում մտահոգիչ խնդիր է դառնում ուսանողական եւ դիմորդների կոնտինգենտը նվազում։ Այս տարի ինչպիսի իրավիճակ է։ Իրականում այդ խնդիրը մենք արդեն 7 տարի շարունակ չունենք, որովհետև 6 տարի շարունակ մենք Հայաստանի եզակի բուհերից ենք, ովքեր ունեցել են դիմորդների եւ ընդունվողների շարունակական աճ, եւ համեմատության համար մենք 28% Շիրակի մարզի շրջանավարների 28%-ից հիմա մոտ ենք 10%-ին, այսինքն մենք ընդունում ենք Շիրակի մարզի շրջանավարների 10%-ին, դա մոտավոր դիմորդների 20%-ն է, այսինքն Շիրակի մարզի դիմորդներից յուրաքանչյուր 5-րդը նախընտրում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը, եւ ասեմ, որ հիմա արդեն հայդագրումը սկսվել է եւ այդ առումով էլ մենք նախորդ տարիների տվյալները վերլուծում ենք եւ այսօրվա դրությամբ մոտավորապես 20-25%-ով ավելի շատ դիմորդ ունենք, քան անցած տարի նույն ժամանակահատվածի տվյալներով։ Այնպես որ այստեղ խնդիրը իրականում դիմորդ ունենալը չէ, այստեղ ամբողջ խնդիրը այդ դիմորդին մասնագետ դարձնելու գործընթացն է եւ ասեմ, որ մեր բոլոր 4 մասնագիտությունները վերջին 3 տարում համարվել են Շիրակի մարզի top 10 մասնագիտությունների մեջ, իրենք այդ ցանկում են եղել, եւ ֆինանսները, եւ կառավարումը, եւ մարքեթինգը, եւ հաշվապահությունը, իրենք այն top 10 մասնագիտություններն են, որոնք Շիրակի մարզի դիմորդները ընտրում են, եւ այս առումով նաեւ հարկ է նշել, որ տարեց տարի եւ նաեւ տեխնոլոգիական փոփոխությամբ պայմանավորված մեծ կարևորություն է ձեռք բերում այն մասնագիտությունները, որտեղ կա որոշումների կայացում եւ որտեղ կա դեմ առ դեմ կամ face to face, այսպես ասած, հաղորդակցություն, որովհետեւ գիտեք ժամանակակից կրթությունը կոնցեպտուալ էական փոփոխությունների է ենթարկվել եւ այն օրակարգերը, որ մենք ունենք 5 տարի առաջ որպես կրթության կազմակերպիչներ, նորագույն տեխնոլոգիաները, թվայնացումը, արհեստական բանականությունը, նորարարությունները, թվայնացման այդ ամբողջ համաշխարհային օրակարգը եկավ ասելով, որ մենք կրթությանը պետք է նոր ընկալում եւ նոր մոտեցում ունենանք, որովհետեւ օրինակ 5 տարի առաջ մարդիկ չէին էլ մտածում, որ աշխատանքները արհեստական բանականության միջոցով կարելի է այդքան հեշտացնել կամ տեխնոլոգիաների միջոցով շատ գործընթացներ այլևս ավտոմատացված համակարգեր են եւ մարդը դրա անհրաժեշտությունը չունի այլևս անել։ Օրինակ հիմա մենք ամբողջ ծավալով փորձում ենք թվայնացնել մեր ուսանողների պատասխանելու, ուսանողների հարցերին պատասխանելու համակարգը, որ դա ինչ է իրեն ենթադրում։ Օրինակի համար հիմա մենք փորձելու ենք բոլոր մեր ստորաբաժանումները, ամբիոն, դեկանատ, զարգացման հետազոտությունների բաժին, ուսանողները տարբեր հարցերով իրենց հետ առնչվում են։ Այդ առնչության շրջանակը ամբողջությամբ մեր ներքին եւ պետական իրավական կարգավորման շրջանակում է եւ երբեմն առիթ է լինում, որ այդ ուսանողի սպասարկումը լինում է ոչ լիակատար, այսինքն աշխատողի տրամադրություն, զբաղվածություն, շատ նմանատիպ հարցեր են առաջանում։ Հիմա դա արվելու է chatbot-երի միջոցով, այսինքն AI տեխնոլոգիաների օգտագործմամբ մենք ուսուցանելու ենք մեր համակարգին մեր իրավական ամբողջ բազան եւ ուսանողների պատասխանը հնչելու է վայրկյանների ընթացքում եւ ամբողջը մեր իրավական նորմերից եւ ստանդարտներից ելնելով անհրաժեշտություն չկա այլևս երկար րոպեներ կամ ժամեր սպասել տարբեր
ստորաբաժանումների դռների մոտ, սպասել աշխատագիտների զբաղվածությանը, իրենց տրամադրությանը, իրենց ցանկությանը պատասխանելու կամ թե չէ։ Չնայած որ մենք մեզ հայտարարել ենք ուսանողական կենտրոն եւ մեր բոլոր ստորաբաժանումները գիտեն, որ մեր համար բարձրագույն արժեքը դա ուսանողն է եւ իմ մասնավորի ուսանողի կրթության որակը։ Ամեն դեպքում այդ շփման միջավայրը կա ուսանող դասախոս։ Անշուշտ։ Անկախ նրանից, որ արհեստական բանականությունը սկսում է հաղթել բոլորից, թե կասկածելի է, որ դեռ հաղթում է։ Շփման միջավայրը շատ կարևոր է, բայց տեսեք, այստեղ մենք մի քանի կարևոր հարցադրումներ ունենք։ Առաջին, իրականում այս օրակարգերը հիմա դժբախտաբար միայն մեր միջավայրում է քննարկվում, բայց աշխարհը արդեն անցել է օրակարգերին եւ միայն վերջի 2 տարում մենք 3-4 միջազգային եվրոպական կրթական հարթակ եւ նաեւ նահանգներ եւ Կանադա քննարկումներ եւ աշխատայցեր ենք ունեցել, որի շրջանակում ծանոթացել ենք կրթության միջազգային օրակարգերին։ Այնտեղ ամենակարևոր հարցադրումներից մեկը դա տեխնոլոգիաների, թվային լուծումների եւ ինովացիաների փոխանցումն է կրթության ոլորտ։ Այսինքն ինչպես կարելի է տեխնոլոգիաների միջոցով, թվային լուծումների միջոցով եւ նաեւ նորարարական մեթոդների միջոցով բարելավել կրթության որակը։ Գիտեք, հիմա ես կարող եմ ձեզ մի հատ այսպես ռետորական հարց տալ եւ ձեր համար կարող է դա մի քիչ տարօրինակ հնչի։ Ինչ կարծիք եք, պետք է գիտելիք ունենալ, թե գիտելիքը օգտագործել, կարողանալ գեներացնել գիտելիք, թե գիտելիքը օգտագործել։ Հիմա երբեմն ես որ ասում եմ մեր համալսարանում, ասում ավելի լավ է գիտենալ անգլերեն, թե անգլերեն օգտագործել առօրյայի մեջ։ Շատերն ասում են, ոնց դա առանց մեկը մյուսի հնարավոր չէ, չէ, իհարկե հնարավոր է։ Այսօր տեխնոլոգիաները թույլ են տալիս, ես խոսեմ հայերեն, դուք լսեք անգլերեն, ձեր ականջակալով եւ հակառակը։ Այսինքն, եթե տարիներ առաջ կրթության առանցքը տարիներ առաջ դա կոշտ հմտություններն էին, այսինքն բազային գիտելիքներ, ակադեմիական գիտելիքներ, հետո եկավ դրան փոխարինելու փափուկ հմտությունները, թիմային աշխատանք, կառավարման տարբեր ծրագրեր նախագծելու, կառավարելու, անշուշտ, այսինքն եկավ փափուկ հմտությունները։ Հիմա մենք արդեն եւս երկու նոր օրակարգ ենք բերել մեր համալսարան։ Մենք ասում ենք, որ կոշտ եւ փափուկ հմտությունները շատ լավ բան է, բայց կոշտ հմտություններին այսօր փոխարինում են արհեստական բանականության հաշտակները, փափուկ հմտությունները այսօր կարելի է շատ ավելի արագ սովորել, քան նախկինում էր։ Հիմա մենք երկու նոր օրակարգ ենք բացել մեր համալսարանում, դա growth mindset-ն է, աճի մտածողություն, ինչ է սա ենթադրում, որ չկա անհնարին ոչինչ։ Եվ աշխատողը կամ ապագայի մասնագետը կամ մեր ուսանողը, որ դառնալու է ապագայի մասնագետ, ինքը սովորելու է լուծումներ բերել եւ ոչ թե խնդիրներ առաջացնել։ Ժամանակակից աշխատողը տեխնոլոգիաների միջոցով պետք է ավելի շատ լուծումներ առաջարկի, քան խնդիրներ։ Մենք ինչպես ենք սովորել։ Մենք սովորել ենք, որ ղեկավարին միշտ խնդիր են տանում, չէ՞։ Մենք այդպես չենք սովորեցնում հիմա մեր ուսանողներին։ Մենք ասում ենք լուծումներ։ Եվ growth mindset-ի փիլիսոփայությունը այն է, որ եթե դու քո վրա ջանք ես գործադրում, եթե դու շարունակական քո կարողություններն ու հմտությունները զարգացնում ես, եւ դու քո ուղեղի ամբողջ ծավալն ես օգտագործում քեզ չսահմանափակելով, չի կարելի, չեմ կարող, չի ստացվում, դու կարող ես ավելի մեծ բարիքներ ստեղծել։ Եվ երկրորդ կարևոր օրակարգը, որ մենք այսօր ներդրում ենք մեր համալսարանում, դա AI mindset-ն է։ Այսինքն արհեստական բանականության աշխարհայացք։ Մարդը պետք է հասկանա, որ արհեստական բանականությունը այլևս իրողություն է եւ դա գործիք է։ Միգուցե ես որպես քրիստոնյա, վտանգներ չի պարունակում, հենց դա եմ ասում։ Միգուցե ես որպես քրիստոնյա արհեստական բանականության ջատագովը չեմ, որովհետև ինքը ունի կեղծիքի որոշակի ռիսկ, մանիպուլյացիոն որոշակի ռիսկ, բայց որպես կրթական կառույցի ղեկավար ես պարտավոր եմ ուսանողներին սովորեցնել եւ օգտագործման կարևորությունն ու անհրաժեշտությունը օգտագործում են եւ նաեւ պետք է իրենց սովորեցնել ինչպես
ինչպես պաշտպանվել մանիպուլյացիաներից եւ ԱԲ-ից եկող որոշակի վտանգներից։ Արհեստական բանականության միջոցով մարդու աշխատանքի արդյունավետությունը ավելի հեշտանում է։ Այսինքն, եթե դու պետք է ժամերով, օրերով տրամադրեր, որ մի հատ կոնտենտ գեներացներ, որի վրա դու ներդներ քո ստեղծագործ միտքը, հիմա այդ ինֆորմացիայի հավաքագրումը կամ վերլուծական որոշակի բազային գիտելիքներ գեներացնելը դա րոպեների մեջ է լինում։ Տվյալների բազան վստահ եք, որ հստակ է, տեսեք, ինքը համաշխարհային տվյալների ցանցին է միացած եւ այս առումով բավականին մեծ ծավալի տեղեկատվություն է ստանում, որը նախկինում դու չգիտեիր, որովհետեւ նույն հաջողությամբ մարդու տեղեկատվություն ստանալու ունակությունները են 21-րդ դարում շատ սահմանափակ է, մենք ժամանակ չունենք այդ ամբողջի համար։ Իսկ կոգնիտիվ կարողությունները, այո, դա միշտ թոփում է լինելու, միշտ առաջնահերթ է լինելու մարդու մտածողությունը, բայց մարդու մտածողությունը, եթե զուգորդում ես լավ բազայից գեներացված որոշակի տեղեկատվության հետ, ստանում ես ավելի արդյունավետ համակարգեր։ Ուրեմն իրան չարիք դիտելը ես միգուցե որպես քրիստոնյա, որպես կենտրոնացված եւ այլն իրեն համարեմ շատ ռիսկային, բայց որպես ապագա աշխատաշուկայի կադր պատրաստող կարող եմ հստակ ամրագրել, որ այս գործընթացը այլևս անխուսափ է։ Այստեղ մնում է մի քանի կարևոր հարցեր, դա ակադեմիական էթիկայի հետ կապված հարցերն է, արդյոք ԱԲ-ն համարվում է գրագողություն, արդյոք չի համարվում գրագողություն, որովհետև այստեղ շատ արդեն նուրբ է, եթե նախկինում գրագողությունը մենք հստակ ունենք չափորոշիչներ, այո, հիմա աշխարհում կան համակարգեր հակագրագողության կոնկրետ ԱԲ-ն ստուգող, բայց դրանք օր-օրի այդ սահմանը թուլանում է։ Ուրեմն մեր ամբողջ խնդիրը իրականում հասկանալ, թե գիտելիքը այսօր ավելի պետք է գիտելիք մենք ուսանողին տանք, թե հմտություն, կարողություն կամ այդ գիտելիքը օգտագործելու Լավ, բոլորը միասին կոնկրետ Գյումրիի շուկայում կա այդ հարթակը, կա այդ միջավայրը, որ կարող է ձեր բու ավարտած ուսանողը լիովին կիրառել։ Անշուշտ, մենք հիմա ոչ միայն կիրառում ենք ԱԲ գործիքներ, մեր ամենօրյա կրթության մեջ, ամենօրյա։ Մենք նաև այսօր կիրառում ենք VR տեխնոլոգիաներ։ Մեր բոլոր լսարանները այսօր Հայաստանի միակ բուհն ենք, որտեղ բոլոր լսարաններում մենք այլևս գրատախտակ եւ պրոյեկտոր չունենք։ Մենք օգտագործում ենք smart board-եր, խելացի գրատախտակներ, որը տեսադասերի, պրեզենտացիոն ներկայացումների, վիդեո կոնտենտի ուսումնասիրության եւ քննարկման գործիք է եւ չունենք մի լսարան, որտեղ այլևս մենք կիրառում ենք հին տեխնոլոգիաներ։ Հաջորդը մենք որոշ լսարաններում արդեն ունենք ինտեգրված VR ակնոցներ, այսինքն վիրտուալ իրականություն եւ արհեստական բանականության միջոցով մենք փորձում ենք մեր դասերը համեմել, այսպես ասած, միջազգային այդ կոնտենտով, նոր գիտելիքով, որը կա եւ մեզ էսպայն հասանելի չէ, եւ այս առումով կարող եմ փաստել, որ համալսարանը իր տեխնոլոգիական կարողություններով չի զիջում եվրոպական որևէ համալսարանի, դա կարող եմ պաշտոնապես ասեմ, որովհետեւ մի 20 օր առաջ Գերմանիայում ենք եւ 5 համալսարաններ ենք այց ունեցել, անցած տարի Հունաստանում, մեր գործընկերները եղել են նաեւ նահանգներում եւ տեխնոլոգիական առումով մենք այսօր բավականին լուրջ հայտ ենք ներկայացրել կրթության ոլորտ։ Հիմա այստեղ մենք մի շատ ուրիշ կարևոր օրակարգ ունենք, օրինակ մենք ասում ենք մոտիվացիա թե դիսցիպլինա։ Սա շատ հետաքրքիր երկու համակարգեր է, այսինքն կարգապահություն թե մոտիվացիա կամ խթանում ուսանողների։ Ինչու՞ մեկը մյուսին խանգարի։ Ինքը առաջի հայացքից իրար լրացնող համակարգ է, բայց դիտարկվել է, որ ինքը իրար հագազդող համակարգ է։ Եվ երբ որ մենք առաջի անգամ ասացինք, որ մեր համալսարանում պետք է ուսանողը չուշանա, այդ ուսանողների մոտ լուրջ դիմադրություն առաջացավ։ Հիմա արեք տեսեք, որևէ մեկը այլևս չի ուշանում։ Ամբողջ կիսամյակի մեջ շատ քիչ ուսանողներ ունենք, ովքեր 2-3 անգամ ուշանում են։ Այսինքն սա մշակույթ է։ Նրանք ովքեր ասում են, որ հայ ազգը դիսցիպլինար չէ, եւ այլն, ես ձեզ ասում եմ, դա այդպես չէ։ Մենք աշխարհի ամենալավ ազգն ենք։ Ուղղակի մեզ պետք է կամք,
համակարգեր նախագծելու եւ համակարգեր ներդնելու։ Օրինակ մեր համալսարանում մուտքը դեմքով է, Face ID-ով է եւ որևէ այլ մարդ չի կարող մտնել։ Հիմա եւ ծնողի եւ ուսանողի համար շատ ավելի ապահով է, որ ինքը լինի մի միջավայրում, որ դրսից այլ մարդ չի կարող լինել։ Եվ իր ուշացումը դիտվում է որպես դիսցիպլինար խախտում, որովհետև Չինաստանը ապացուցեց, որ դիսցիպլինար մոդեցումը համակարգերի կրթության, մանավանդ հանրակրթության եւ բուհական կրթության մեջ շատ մեծ ազդեցություն է գործում։ Եվ ինքնակամ կազմակերպվելը Այո, եւ մյուս առումով էլ, երբ որ դու ասում ես, որ մոտիվացիան է կարևոր, ուսանողը սկսում է քեզնից մոտիվացիա պահանջել, երբեմն ներողություն արտահայտությանը չագերտներով աղերսել։ Ոչ, ուսանողի գլխավոր մոտիվացիան դա ինքնամոտիվացումն է, ինքն է վճարում, ինքն է ապագայում մասնագետ դառնալու։ Հակառակը ինքը պետք է դասախոսին մոտիվացնի, որ դասախոսը իրեն վերջի գիտելիքը տա։ Դասախոսը իրեն վերջին նորությունները տա, օրինակ մենք հենց այս պահին ինչ ենք արել, բոլոր մեր կրթական առարգայական ծրագրերում դասախոսներին խնդրել ենք, որ ուսանողներին ներկայացնեն տվյալ առարգայի հետ կապված աշխատաշուկայի պահանջները, job description-ը։ Այսինքն եթե մարդը դառնա մարքեթինգի մասնագետ, օրինակ, մարքեթինգի այսօրվա աշխատաշուկայում ինչ պահանջներ կա, մարդը ինչ պետք է գիտենա, ինչ պետք է կարողանա եւ ինչում հմուտ պետք է լինի, որ աշխատաշուկայում մրցունակ լինի։ Հենց դա եմ հարցնում Գյումրիի աշխատանքը, դրա կիրառելու տեղը որտեղ է։ Դրա կիրառելու տեղը հենց մեր քաղաքն է։ Ես ձեզ ասեմ, որ հիմա մեր վերջի ամփոփը 4-րդ կուրսի մեր ուսանողների 85%-ը արդեն 4-րդ կուրսի երկրորդ կիսամյակում աշխատում են, իսկ ուսանողների 60%-ը աշխատում են ըստ մասնագիտության։ Չկա մի օր, որ ինձ տարբեր ընկերներ, բիզնեսի ներկայացուցիչներ, հանրային կառավարման, պետական կառավարման ներկայացուցիչներ չզանգեն եւ աշխատողներ չուզեն։ Հիմա մենք համալսարանում չունենք էլ այսպես ասած ազատ ռեսուրս, իսկ երկրորդ եւ երրորդ կուրսում մենք չենք խրախուսում աշխատանքը, որովհետեւ եւս այդ առումով մենք հետազոտություն արեցինք եւ տեսանք, որ երբ որ ուսանողը սկսում է աշխատել, ուսանողի գնահատականը մոտավորապես 30%-ով ընկնում է։ Եվ այստեղ մի հատ ուրիշ վարկագծային խնդիր էլ կա, երբ որ ուսանողի առաջի աշխատավարձը դա շատ կարևոր ցուցիչ է, որովհետև աշխարհի համալսարանի ռեյտինգավորման մեջ իրենց շրջանավարտի առաջի աշխատավարձը վարկանիշի կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Երբ որ դու գնում ես ցածր աշխատավարձով հենց առաջի աշխատանքի, դա վարկագծային է, խարսխման էֆեկտն է տնտեսագիտության մեջ, քո համար այդ աշխատանքը խարիսխ է դառնում։ Եվ հետո որ քո աշխատավարձը քիչ-քիչ բարձրացնում են, չնայած խարսխից բավականին բարձր է, բայց արդեն քո համար ինքը շատ բարձր է համարվում։ Ոչ, մենք այսօր ասում ենք, որ մեր կրթությամբ շրջանավարտը պետք է իր բազային աշխատանքը սկսի ամենակիչը 200-250 հազար դրամից, որովհետև մենք այդ որակի կադր ենք տալիս աշխատաշուկային։ Եվ այո, պետք է աշխատողները իրենք եւս շրջանավարտները, ովքեր ապագայի աշխատուժն են, իրենք եւս պետք է կարևորեն իրենց մասնագիտական որակները։ Այսինքն այն մասնագիտությունները, որ ձեր բուհում ձեռք են բերում, աշխատաշուկայում մի ոլորտ են, որտեղ փորձառու մասնագետներ են գնում, թե դառնում են փորձառու, որտեղ եթե փորձառու չեղար, որևէ գործատու քեզ բարձր չի վարձատրի։ Անշուշտ, հիմա հարցը փորձառությունը դա կարողություն հմտության մեջ է։ Եվ պարադիր չէ, որ կարողություն հմտությունը միայն աշխատավայրում կներառնես։ Դա սովետական կրթահամակարգի գլխավոր բացերից մեկն էր, որ պրակտիկաները դա դիտվում էր անկարևոր մի բան։ Հիմա մենք օրինակ մեր բոլոր առարկաներում կիրառում ենք իրավիճակային խնդիրներ եւ լուծումներ, դերային խաղեր եւ կրթական տեխնոլոգիաներ, այսինքն ամեն ուսանող ինքը հայտնվում է որևէ իրավիճակում, որևէ մեկի դերում, օրինակ կազմակերպության ղեկավար, կազմակերպության ֆինանսիստ, մարքետոլոգ, շատ անհատական առաջադրանքները հիմնված է կոնկրետ кейսերի վրա։ Այսինքն ամեն ուսանող ստանում է իր кейսը ռեալ ժամանակի, ռեալ կազմակերպության եւ ինքը սկսում է այդ кейսի վրա աշխատել։ Այսինքն մենք արդեն ուսանողին ոչ թե միայն գիտելիք ենք տալիս, մենք տալիս ենք նաեւ կարողություն եւ հմտություն։ Եվ նաեւ մենք ասում ենք, որ գիտեք, դուք որ այստեղից դուրս եկաք,
Ձեր գիտելիքները որոշակի առումով կարող է արդեն հնացված լինի, այսինքն առաջի կուրսում 21-րդ տարում 4 տարվա լագը ժամանակահատվածը ինքը գիտելիքի հնացման առումով բավականին լուրջ ժամանակ է, բայց հմտության եւ կարողության առումով, երբ որ դու հմտություն եւ կարողություն ես տալիս, անալիտիկ մտածողություն ես տալիս վերլուծական, տալիս ես այդ վերլուծական միտքը նաեւ դարձնել որոշում, product դա արդեն ուսանողի մոտ լրիվ ուրիշ պատրաստվածության աշճան է աշխատաշուկան, որտեղ մեր կարգախոսը ասում ենք մենք չենք տալիս շրջանավար, դա էլ մասնագետ։ Իսկ որ նշեցիք 4 մասնագիտություններ, որոնք թոփ են համարվում, այսպես ասենք, առաջնահերթություններում, սա միայն Գյումրիում է այդ մասնագիտությունների նախապատվություն տրվում, այսինքն առաջնահերթ տեղ տրվող, թե դա նաև Երևանի հայաստանյան տենդենս է, մեր մայրբուհը եւս վերջին Այսինքն դեռ այս մասնագիտությունների գծով լճացում չունենք։ Չէ, մեծ պահանջարկ կա, ինչի, որովհետև տեսեք, ըստ էության, եթե 3-4 տարի առաջ IT բում էր, հիմա այդ IT բումը նվազել է, որովհետև արդեն արհեստական բանականությունը էապես լուծում է խնդիրներ, որը IT ոլորտում առաջ զուտ մարդկային աշխատանք էր։ Եվ դա իրենց դեմ է աշխատում նաև ապագայում, այսինքն յուրաքանչյուր հաջորդ օրը ապագայի նվազեցնելու է IT ոլորտում աշխատատեղերի քանակը, որովհետև այնտեղ արդեն պահանջվում է ավելի որակյալ աշխատուժ IT-ում, որովհետև տվյալագիտություն, որը ասենք հիմա թոփ ուղղություններն է, որտեղ արհեստական բանականության համար ամենաառաջինը տվյալների բազան է, տվյալների մշակումն է եւ այլն։ Ուսումնասիրում են թե ոչ։ Ես չգիտեմ Շիրակի մարզում մենք տվյալագիտության խորացված կրթություն ունենք թե չէ, որտեղ մենք տնտեսագիտական համալսարան ենք, բայց մենք այսօր տվյալագիտությունը արդեն օգտագործում ենք մեր տարբեր կրթական ծրագրերի մեջ, առարգայական ծրագրերի մեջ, որովհետեւ գիտեք այսօր տնտեսագիտության հիմքն էլ է տվյալը, որտեղ ինչքան շատ դու տվյալ ունես եւ տվյալների մշակման համակարգ գիտես, այնքան քեզ ավելի հեշտ է շուկայում խնդիրներ լուծել։ Նույն եւ ընդհանրապես բոլոր ոլորտներում վերլուծությունները պակասում են, պակաս են։ Եվ դա հիմնված է տվյալների վրա։ Օրինակ, եթե դու քո կլիենտների բազա ունես, իրենց վարկագիծը գիտես, իրենց տրամադրությունը գիտես, իրենց գնման որոշման ժամկետը գիտես, վայրը գիտես, ինֆորմացիա ստանալու եւ այլն, դու արդեն կարող ես մոդելավորել այդ գնորդին ճիշտ ժամանակին եւ որակյալ ինֆորմացիայով իր վարկի վրա ազես, որ ինքը քո ապրանքը գնի։ Այսինքն աշխարհը արդեն տվյալների վրա է, ձեր հեռախոսներն է տվյալների վրա, ձեր շարժն է ամբողջը վերահսկվում։ Ես այստեղ մի ուրիշ կարևոր բանի մասին էի ուզում խոսել, որ մենք ինչի ենք մենք կենտրոնացած մասնագետ դարձնելու, որտեղ եթե ժամանակին այն լավ սովորողը եւ վատ սովորողը իրարից էապես տարբերվում էին, հիմա մենք մեր քաղաքականության մեջ ֆիքսել ենք, որ մենք վատ սովորող հասկացողություն չունենք։ Ինչի, որովհետև այսօր կրթության հետ որոշակի խնդիրներ տեխնոլոգիաները փակում են, մեզ պետք է մտածող մարդիկ ապագայում հասարակությունում եւս պետք է լինելու ստեղծարար եւ նորարար մտածողությամբ մարդիկ։ Այսինքն այս խնդիրը ԱԲ-ն չի փակում։ Այդ խնդիրը միանշանակ դեռ չի փակում։ Մենք որոշեցինք նաեւ լուծելով շատ մեր ուսանողների ցուլության խնդիրը, մենք մեր մոտ ներդրել ենք վերականգնողական ծրագիր, ռեաբիլիտացիոն ծրագիր, ցանկացած լուծարկ ստացած, ցածր առաջադիմությամբ, բանագից վերադարձած ուսանողների մենք տալիս ենք մենտորներ ամբողջությամբ բուհի միջոցների հաշվին։ Մենտորները աշխատում են ուսանողների հետ եւ փորձում են իրանց ինտեգրել կրթական process եւ նաեւ առավել ոչ միայն կրթական ուսուցողական process, այլ հմտություններ, կարողություններ գեներացնելու process եւ ես չեմ կարող այս ուրախությունով չկիսվել, մենք ունենք ուսանող ու մոգը 20 բալանոց համակարգով 8 էր։ Այսինքն դա այն նվազագույն շեմն է, որ ինքը համալսարանից դուրս չի մնում։ Ինքը անցավ մեր ռեաբիլիտացիոն ծրագիրը վերականգնողական, այս տարի այդ տղայի մոգը 1875 էր, ով ճանաչվեց բուհի ամենաբարձր մոգի դինամիկա ունեցող ուսանող, իսկ մեր մոտ, եթե քո գնահատականները նախորդ տարվա համար, տղեկի համար 3, աղջիկների համար 4
շատանում է, դու ստանում ես մինչև 50% զեղչ։ Ամեն դեպքում բուհական ընդունելության քննություններին այսպես դա այնպես նույն կրթամակարդակով մինչև նվազագույն միավորը հաղթարող դիմորդներ էլի կունենանք։ Իսկ մասնագիտական կողմնորոշման ուղղված ձեր հանդիպումները բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հանդիպումները տարբեր կրթական հաստատություններում ինչ արդյունք են տալիս հետաքրքրվածությունը ինչպիսին է որովհետև ցավալի մտահոգություն կա որ կրթավորակը մեր քանի գնում իջնում է Մենք համալսարանում ունենք 3 ուղղություն, որը մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն է։ Մենք որպես համալսարան լուրջ բարդականություն ունենք հասարակության նկատմամբ եւ 3 ուղղությամբ մենք դա դրսևորում ենք։ Առաջինը դա մասնագիտական կողմնորոշումն է եւ մենք երբեք որևէ հանդիպման ժամանակ աշակերտներին չենք ուղղորդում տնտեսագիտական մասնագիտություն։ Մենք անկեղծ իրանց հետ մենք ունենք մշակված մեր մեթոդաբանությունը մասնագիտական կողմնորոշման եւ այս վերջերս շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել Շիրակի մարզի դպրոցներում, գրեթե ամեն օր մենք մասնագիտական այցեր ենք ունենում եւ ոչ մեկին չենք մերժում մասնագիտական կողմնորոշման այցեր ենք ունենում, բացի մեր մեկ օր ՀՊՏՀ-ում ծրագրից, որ գալիս են եւ տեսնում են մեր առօրյան եւ մեր տեխնոլոգիաները, սա առաջինն է, որ մենք պատասխանատվություն ենք կրում հասարակության մեր աշակերտներին ուղղորդել մասնագիտական կողմնորոշում անել եւ ուղղորդել ավելի տրենդային, որակյալ եւ ապագայի մասնագիտություններ։ Իմիջիայլոց ապագայի մասնագիտություն հասկացողությունն է շատ հարաբերական։ Ես ձեզ խնդիր ասեմ, պատկերացրեք, ոչ մեկ, ես վստահ եմ, ոչ մեկ այսօր չի կարող ասել, թե այս տարվա ընդունվող ուսանողը 4 տարի հետո աշխատաշուկայում ինչ խաղի կանոններ կլինի։ Անպայման։ Որովհետև եթե 10 տարի առաջ դա կանխատեսելը հնարավոր էր, հիմա տեխնոլոգիաների նման արագ զարգացման տենդենսում դա հնարավոր չէ եւ մենք այս առումով եւս շատ կարեւոր մի քաղաքականության մասին ենք մտածում, որ մենք քիչ-քիչ անցում պետք է կատարենք նաեւ կարճ կուրսերի քաղաքականության, այսինքն աշխատաշուկայի ադապտացիոն, գիտելիք, հմտություն, կարողություն 4 տարի սովորել բակալավրի մագիստրատուրա անտեղին ենք համարում։ Չէ, անտեղին չենք համարում, բայց 4 տարին նախ սա միայն բուհի համար չէ, շուկայում տեխնոլոգիաների փոփոխությամբ պայմանավորված շատ մարդիկ պետք է դառնան ոչ մրցունակ։ Եվ այս կադրերին եւս պետք է կարճ 6 ամիս գնում են կուրսերի տանում են իրենց կարճ կուրսերի միջոցով մենք պետք է ադապտացնենք աշխատաշուկային։ Բուհը միայն դպրոց ավարտածի համար չէ, բուհը շարունակական կրթության հարթակ է։ Իսկ մեր բուհերը գիտահետազոտական ավելի շատ է, գիտական ուսումնասիրություններ անելու միջավայր են դառնում։ Այո։ Դանդաղորեն։ Դժբախտաբար գիտական կոմպոնենտը մեր բուհերում շատ կաղում է։ Հիմա մենք ակտիվ ինտեգրվում ենք եվրոպական գիտական օրակարգ, այս առումով էլ հսկայական մենք աշխատանք ենք արել եւ տեսնում ենք, թե մենք ինչքան բաց թողած բան ունենք։ Գնում ես տարբեր երկրներ, տեսնում ես իրենք ուր են հասել այդ մագարտակում եւ դու դեռ հələ ինստիտուցիոնալ մտածողություն չունես որպես հետազոտական կենտրոն լինելու, այս առումով էլ ենք մենք շատ կաղում։ Բայց խոսքը նրա մասին է, որ մենք նկատի ունենք մեր մարզի բուհերը, հայկական կրթական համակարգը հետազոտություններով համեմատությունների մեջ է Երևանյան եւ մարզի բուհերը Գյումրիում benchmark-ի բան չունենք սուբյեկտ։ Այսինքն benchmark-ը դա այլ բուհերի հետազոտությունն է, իրենց փորձի վերցնելն է։ Մենք Գյումրի բուհերում benchmark չենք անում։ Մենք benchmark Հայաստանում անում ենք մի համալսարան, չեմ ասի որը, իսկ միջազգային ոլորտում 3-4 համալսարաններ կա, որ մեր թիմը ամենօրյա benchmark է անում, այսինքն տեսնում է իրենց հաջողությունները, իրենց կիրառվող համակարգերը, արդյունավետ ներդրված համակարգերը եւ դրանք մենք փորձում ենք վերցնել եւ տեղայնացնել։ Վերցնելու բան չունեմ, որ չեք անում։ Մի ինձ պրովոկացիոն հարց տվեք, ամեն մարդ էլ իր անելիքն ունի եւ տալունը ունի, բայց մենք քանի որ մենք ի սկզբանե մեր համար նշաձող դրել ենք միջազգային որակյալ կրթությունը, մենք այդ ճանապարհով ենք գնում։ Ձեզ օրինակ ասեմ, հիմա մեր համալսարանում մոտավորապես 10 դասախոսներ դասավանդում են աշխարհի top 400 համալսարաններից։
մեր հայկական գործոնի շրջանակներում իրենք աշխարհի top 400 համալսարանի ցանկում ներգրաված մասնագետներ են։ Մենք ունենք հենց այս պահին դասախոս, ով մեր մոտ աշխատում է բողոմի ծրագրով, բողոմը բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման պետական ծրագիր է։ Top 400 համալսարանում պաշտպանող դասախոսի աշխատավարձը մենք սահմանել ենք 1,1 դրամ։ Մենք հիմա դասախոս ունենք, ում աշխատավարձը պաշտոնապես 1,000,000 դրամ է։ Այսինքն տեղայնացնելով նաև ճիշտ են այն տեղեկությունները, որ ամենաբարձր աշխատավարձը Գյումրիի մասնաճյուղն առնում դասախոսները։ Մյուս փորերում մենք Հայաստանում մոտ 5-յակի մեջ ենք աշխատավարձերի չափով Հայաստանում։ Իսկ Գյումրիում մեր աշխատավարձը ամենաբարձրն է, իսկ top համալսարանի, եթե պետական բուհեկ համարվում եւ գրեթե հավասար պայմաններում են գործում։ Չէ, մեր մոտ նախ վարձերը մի քիչ բարձր է, բայց օրինակ այս բողոմում մեր դասախոսի աշխատավարձի 70%-ը տրամադրվում է պետության կողմից։ Դա պետական աջակցության ծրագիր է, top համալսարանների մասնագետների ներգրավում Հայաստանի ոչ միայն կրթական, այլ նաև բիզնես միջավայր, եւ մենք օգտվել ենք այդ հնարավորությունից։ Եվ ես ձեզ ասեմ, որ շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ այսօր մարդու եւ տեխնոլոգիայի դարաշրջանն է։ Մենք ամենաշատ միջոցները ներդրում ենք այս ոլորտում։ Ամեն տարի մեր բյուջեի 15%-ը միայն ուղղվում է տեխնոլոգիական հագեցվածությանը, այսինքն տեխնոլոգիաներ ենք գնում եւ տեխնոլոգիական սարքավորումներ։ Դա հսկայական թիվ է։ Ինչպես է վերադառնում ցես։ Ծախսածը ինչպես է վերադառնում։ Դրանք մեզ վերադառնում են մեր դիմորդների եւ ընդունվածների թվի ավելացումով։ Դրանք մեզ վերադառնում են մեր շուկա տրամադրվող որակյալ կադրերով, որովհետեւ մենք շահույթ հետապնդող կազմակերպություն չենք։ Մենք պետական ոչ առևտրային կազմակերպություն ենք, ով մեր թիմը ամբողջությամբ բոլորով մենք այսպես ասած տանջվում ենք ուսանողի կրթական իրավունքը ապահովելու համար։ Եթե մասնագիտությունների գծով պահանջարկը կա, բուը ապահովում է եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմին բարձր աշխատավարձով, եթե պահանջարկն է կա, մասնագիտությունների ենթադրելի է, որ նախարարությունը պետպատվերի տեղեր է ավելացնում, թե ոչ։ Տեսեք։ Կամ վճարովի տեղեր։ Տեսեք, մեր տնտեսագիտական կրթությունը այդ առումով, այսպես ասած, տուժվածների մեջ ենք, որովհետև մենք համարվում ենք պահանջված մասնագիտություն եւ պետությունը լրացուցիչ խրախուսման մեխանիզմներ չի ներդնում։ Օրինակ շատ մասնագիտություններ բնագիտության ոլորտում, եւ տարկետման եւ կրթաթոշակ, բայց տնտեսագետները նույնիսկ մագիստրատուրայում եկամտահարկի վերադարձով մենք չունենք։ Այս առումով մենք այնքան էլ շահեկան վիճակում չենք, բայց ես ձեզ պետք է ասեմ, որ մենք տարեցտարի ունենում ենք դիմորդների աճ, որովհետև մարդիկ այսօր իրապես որակյալ կրթության կարիք ունեն։ Մարդիկ այսօր կարիք ունեն միջավայրի, որտեղ ուսանողը ինքը իրանից բարձրագույն արժեք է։ Ծնողները կարիք ունեն իրենց երեխաներին ուղարկել ապահով միջավայր, որտեղ ոչ միայն բուհը պատասխանատու է իրենց մասնագիտական կրթության, այլ նաև իրենց բարոյական հոգեկերտվածքի արժեքայնության, օրինակ մենք մեր կարևորագույն խնդիրներից նշեցիք, որ ամենաբարձրը չեք։ Մենք մեր ուսանողների նկատմամբ ոչ պակաս հոգացություն ենք սահմանել մեր կրթական process-ի ժամանակ, քան ասենք իրենց սոցիալական միջավայրում, որը մենք մեզ մարդկային, բարոյական եւ մասնագիտական պատասխանատվություն ենք զգում ուսանողներին մեր միջավայրում պահելու։ Հիմա օրինակ շատ մի հատ կարևոր էլի կրթական խնդրի մասին եմ ուզում խոսել, որ կոչվում է բուհը ժամը 2-ից հետո։ Մեր կրթական միջավայրում նաև ինչ որ առումով սովետական կրթական կամ հետ սովետական
ուսանողի համար փուխը սկսում եւ ավարտվում է զանգով, զանգից զանգ, այսինքն առավոտ եկավ 10-ին նստեց, 10 ավարտվեց, գնաց տուն։ Այո։ Մենք հիմա մեծ պրոյեկտ ենք անում, որը կոչվում է փուխը 2-ից հետո, եւ ամեն ջանք գործադրում ենք, որ ուսանողը մնա մեր սոցիալական եւ կրթական միջավայրում, իր ամբողջ տնային աշխատանքներն անի, թիմային աշխատանքներն անի, կրթական ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթաձևերի մասնակցի եւ հետո 5, 6, 7 գնատուն։ Իհարկե, դա Գյումրիում խոսքով ծույլ ուսանող, ծույլ ասելով թամբալ ուսանող չեք ունենալու։ Տեսեք, մենք մի հատ շատ կարեւոր առաջընթաց ունենք մեր փուխում։ Մենք վերացրել ենք ուսանողի այն տեսակը փուխում, ով ծիծաղում էր սովորողի վրա, ով իրեն համարում էր ուսանող, որի ամենակարող էր եւ անպատժելի։ Այդ տեսակը մեր համալսարանում չկա։ Կապ չունի դու քո ազգանունը, քո կարողությունը, քո աշխարհայացքը, քո կապերն ու ծանոթությունը։ Եթե դու եկել ես կրթական հաստատություն, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ, դու այլընտրանք չունես սովորելու։ Որովհետեւ եթե ժամանակին ժողը ասոցացվում էր որպես հարուստների համալսարան, հիմա բոլորը գիտեն, որ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը ասոցացվում է որպես սովորողների համալսարան։ Եվ այս առումով ես ուզում եմ հատուկ գոհունակությունը եւ քննադատանքը բերել մեր մայր փուխին, որը վերջին տարիներին այդպես հատուկ ընդգծված նորից ռեֆորմների քաղաքականություն է որդեգրում, եւ այս առումով իրենք մեզ տվել են լիարժեք ինքնուրույնություն, այսինքն այսպես ասած մեր ակադեմիական ազատությունը այսօր մեր երևանյան գործընկերների համար շատ կարեւոր է։ Ավարտենք ռեֆորմներից, քաղաքականությունից, կրթության ոլորտում բուհական կրթության նշեցինք, չեմ ուզում բաստոնենք ակադեմիական քաղաքի գաղափարը, պետք է Հայաստանին ակադեմիական քաղաքը եւ դուք դեմ չեք այս գաղափարին, եթե ոչ, ինչ է լինելու մարզային բում, կոնկրետ տնտեսագիտական բուհի ճակատագիրը, որպես մասնաճյուղ։ Տեսեք, մենք վերջին 2 տարում ստեղծել ենք մեր պանելային քննարկման հարթակը, ինքը եւ ֆիզիկական տարածք է, կահավորված վերջի տեխնոլոգիական լուծումներով, օգտագործում ենք վերջի նորարարությունները պանելային քննարկման կազմակերպման եւ մենք ասել ենք, որ դա լինելու է ռեգիոնալ think tank, տարածաշրջանային ուղեղային կենտրոն եւ արդեն 3-4 ազգային օրակարգ կարեւորություն ունեցող հարցեր մենք քննարկել ենք։ Հիմա սա ինչի ասեցի, որովհետեւ ակադեմիական քաղաքի գաղափարը պետք է նախ եւ առաջ ներկայացվի ակադեմիական քաղաքի բովանդակային կոնցեպտը։ Հետո նոր պետք է ներկայացվի շենքերի կոնցեպտը։ Դժբախտաբար Հայաստանում ակադեմիական քաղաքի կոնցեպտը որպես կրթության զարգացման առանց եւ ուղենիշ մինչեւ որոշ չի ներկայացվել։ Մենք այդ հարցը բարձրացնել ենք, ես չեմ ուզում ակադեմիական քաղաքը իջեցնենք կենացների կամ քաղաքական շահարկումների մագարտակ։ Ես դա չեմ անելու։ Եվ այն մարդիկ, որ դա անում են, դա ինձ դուր չի գալիս։ Հանձնախմբի քննարկումների մասնակցել եք, անշուշտ, մենք շատ լուրջ փաթեթ ենք առաջարկել հիմնավորումների, արդեն կրթության մասին օրենքի, բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծում չի բացառվում մարզերում բուհերի պարագան, բայց ակադեմիական բուհերը մարզերում միավորվեն, կոնկրետ ասած բուհերը միավորվեն, բայց խոշորացում բուհերի վարկանիշավորման ճանապարհին անհրաժեշտություն է։ Եթե դու ուզում ես բարձր վարկանիշ ունենաս, պետք է բուհերը խոշոր լինեն։ Խոշորացված բուհերի հանգամանքը դա վարկանիշավորման կարևորագույն կոմպոնենտներից մեկն է։ Բայց ակադեմիական քաղաքը պետք է չլինի շենքակենտրոն։ Ակադեմիական քաղաքը պետք է լինի տեխնոլոգիա կենտրոն, պետք է լինի ռեսուրսներ որոշ տեղեր, ինքը պետք է իր կոնցեպտն է կարևոր, շենքը այլևս ոչ մեկին հետաքրքիր չի, քամպուսներն էլ այլևս հետաքրքիր չեն, այո, դուք շատ ճիշտ եք, պետք է լինի կլաստերները, ոչ բոլոր կլաստերները պետք է լինեն մայրաքաղաքում, ընդհանրապես մայրաքաղաքում պետք է 1-2 կլաստեր լինի, ոնց կարող է պաշտպանությունը մայրաքաղաքում, պաշտպանությունը Սյունիքում լինի, գյուղատնտեսությունն էլ պետք է Արարատյան դաշտում լինի, տեխնոլոգիան ու ինովացիան էլ պետք է Շիրակում լինեն, Գյումրիում լինեն, գյումրեցիները մեդալակիների քանակով Հայաստանում ամենաառաջավոր դիրքերում են մեր աշակերտները,
Այսինքն IT ոլորտում, մաթեմատիկական առարկաների ոլորտում, այսինքն արվեստը խնդրեմ լորի, չքնաղ բնաշխարհ ստեղծագործելու անսահման տրամադրություն եւ հնարավորություն։ Պետք է մենք արվեստի եւ արեստի քաղաք ենք, բայց ստեղծարար առումով լորին այդ իր բնաշխարհը հենց տրամադրում է այդ ստեղծագործելուն։ Այսինքն մեր Հայաստանը պետք է համաչափ զարգանա, բայց նորից եմ ասում, մի դիպսիկը եկավ աշխարհին ասելու որ այլևս գումարներ չպետք է դնել շենքերի եւ նմանատիպ բաների մեջ, գումարներ պետք է դնել տեխնոլոգիաների մեջ, եւ պատկերացրեք, մինչեւ 2030 թիվը աշխարհում ինչքան բան կփոխվի։ 30 թվին մենք ունենալու ենք ակադեմիական քաղաք։ Իսկ մենք մեր ամբողջ պոտենցիալը միլիոնավոր դոլարներ փոխանակ դնենք տեխնոլոգիաների մեջ, դնելու ենք շենքերի մեջ։ Հիմա ես պաշտոնապես ասում եմ, եթե պետությունը այնքան փող, որ դնելու է ակադեմիական քաղաքում, եթե դրա կեսը դնի Շիրակի մարզի բուհերի, կրթության որակի, տեխնոլոգիական հագեցվածության, մասնագետների ներգրաման մեջ, ես երաշխավորում եմ, մենք 4 անգամ ավել արդյունք կունենանք։ Երաշխավորություն կա, որ այստեղ բուհերը չեն փակվի կամ ելքային տարբերակ կլինի, որ կմիավորվեն։ Ես կարծում եմ, որ որևէ երաշխիք չկա, եւ մենք շատ հստակ եւ շեշտադրված օրակարգ ենք բացել ակադեմիական քաղաք հիմնադրամից եկան այցելեցին բուհեր մենք իրանց եւս մեկ անգամ բացատրեցինք որ Շիրակի բուհերը կոնկրետ մենք մեր մասով կարող ենք ասենք ոչ մի ցուցիչով չեն զիջում մայրաքաղաքային բուհերին եւ առավել եւս Շիրակում կրթական կլաստերը պետք է լինի Եվ Շիրակում ոչ միայն պետք է լինի այդ կլաստեր, այլ այդ ակադեմիական քաղաք հիմնադրամը պետք է քարը փեշերից գցի, որ բոլոր ռեսուրսները պետք է այնտեղ ներդրվեն։ Եվ պետք է իրանք մտածեն ոնց տեխնոլոգիաներ, ինովացիոն հաբեր, ստեղծարար մտածողության կենտրոններ բերեն Գյումրում։ Մեր համար մեծ ուրախություն չէ, որ Գեղարվեստի ակադեմիայում օրեր առաջ լաբ բացվեց, որը MIT աշխարհի ամենաթոփ համալսարաններից մեկի լաբորատորիան է։ Հիմա այդ չբացվեց ակադեմիական քաղաքում, բացվեց Գյումրիում, որը ռեսուրսը այստեղ են տեսել, պոտենցիալն ու անհրաժեշտությունը մարդիկ հիմար չեն, չէ՞ որ չդրեցին հենց Երևանում, վերեցին, դրեցին Գյումրիում եւ ուզում եմ այդ առումով հատուկ շնորհավորել պարոն Ղուգասյանին, իմ գործընկերոջը, որովհետեւ դա չեն դրել Գեղարվեստի ակադեմիա, դա մեր մոդ են դրել։ Դա ՇՊՄ են դրել, դա բոլոր տեղերն են դրել, որովհետև այն ինչ որ մերն է, մեր բոլոր ուսանողների համար է։ Հո մենք միայն չենք ասում տնտեսագիտական կրթությունը մենակ ժողովի երեխեքի համար է, չէ՞, մենք այնքան բաց դասընթացներ ունենք, մեր բոլոր իվենտները, որ դրսից մենք մասնագետներ ենք բերում գրեթե ամեն օր։ Մեր բոլոր խոսնակների դասախոսությունը բոլոր ուսանողների համար բաց է, բոլոր։ Շնորհակալ եմ։ Ձեր շնորհակալություն։ Տեսանկյան հյուրն էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը։